Պարոն Մխիթարյան, եթե ընտրվեք սուսուփուս քաղաքապետ եք լինելու, այսինքն քաղաքի հոգսերով, թե ընդդիմադիր գործիչ եք լինելու, ով պայքարելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ Դուք այն օրը դեբատը տեսել եք։ Այո։ Ես սուսուփուս էի։ Դե այս ժամանակ տեխնացու եք, ես քաղաքապետի կարգավիճակով եմ ասում։ Կապրենք կտեսնենք կորինջ։ Մխիթարյան, ձեր հետևորդների թիվը ինչքանով ավելացա բանալի։ Ես կներեք այդ անլուրջ վերլուծություն եմ համարում, իմ հետևորդների թիվը 2019 թվականից է ավելացել, Facebook-ում կարծեմ մոտ 145,000 է, այդ ստաբիլ այն զանգվածն է, որը մնացել է ու գնալով ավելանում է, բայց հիմա 100 հետևորդ գալիս է, 500 հետևորդ գնում է, դրանով վերլուծել, որ ինչ-որ, չգիտեմ, էֆեկտիվ քայլ է արել քաղաքականության մեջ կամ դեբատներում հաջողություն ես գրանցել, երբ քեզ 5 հարց են տալիս, 5 հարցին դու կոնկրետ պատասխան չունես։ Մի խոսքով կարծում եմ մեր գյումրեցիները վերլուծություններ արել են դեբատներից, Քարոզ Արշավից են վերլուծություններ արել, այն չի, որ հիմա մենք այս շփազրույցի ընթացքում մարդկանց մոտ ինչ-որ կարծիք կամ տպավորություն պետք է փոխենք, մարդիկ բավականին երկար ժամանակի արդեն իրենց ընտրությունը, իրենց որոշումը կայացրել են, տեսնենք մի քանի ժամ մնացել։ Պարոն Մխիթարյան, այսպեսի լուր տարածվեց, որ կներեք էլի, այսպեսի լուր տարածվեց երեք, որ միասնական տեխնացու կա, որը Մարտուն Գրիգորյանն է, իսկ դուք շարժումը այստեղից տանելու եք դեպի հաղթական շարժումը տանելու եք դեպի Երևան։ Նման բան չեմ լսել, անկեղծ ասած, որովհետև ոչ մի տեխնացուի հետ ընդդիմադիր ոչ մի տեսակի քննարկում իմ կողմից ամեն դեպքում չի եղել ոչ մի տեխնացուի հետ։